Ողջույն սիրուններս, ես մի վայրում եմ, որտեղ ծնվել է Mercedes-ը, որտեղ ծնվել է առաջին մեքենան։ Այստեղ իհարկե շատ հերթեր են, բայց մենք on-line էինք գնել Տոմսը, on-line տարբերակի մասին ձեզ կասեմ անպայման, եթե գաք on-line վերցրեք Տոմսը, որ կարողանաք չկանգնել այսքան հերթ։ Դուրսում գիտեք ինչ հերթեր, չեք պատկերացնում տեսնում եք, չէ՞ ուրա հասնում հերթը մինչև։ Գրանք վերարկուները հանենք, որ կարողանանք վայելել միասին թանգարանը։ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ենք, ես պահին արդեն Mercedes-ի թանգարանում եմ, ու Շտուտգարտը կոչվում է Գերմանիայի ավտոմոբիլային սիրտը, որովհետև այստեղից են եղել Mercedes-ը, Porsche ու այստեղ են բնականաբար Mercedes-ի ու Porsche-ի թանգարանները։ Մտնենք ներս։ Ընդհանուր իհարկե ես ձեզ քաղաքը ցույց չեմ տվել, բայց քաղաքը բառացիորեն կառուցված է հենց հովտի մեջ, դրա համար ամբողջ քաղաքում շատ են վայրեջքներն ու վերելքները, աստիճաններ, բարձունքներ, ներքև իջնող դիքեր, մի խոսքով շատ պետք է քայլել ու իդեպ այստեղ շատ լավ մոլեր էլ կան, հենց որ եթե գաք Շտուտգարտ բացի մեքենաների թանգարաններից կարող եք շատ լավ գնումներ էլ կատարել։ Ուղղակի մեջ են կոս հատվածը թափանցիկ է։ Ուղղակի ես ոչինչ չեմ տեսնում, եթե դուք ինչ-որ բան տեսնում եք, ասեք։ Տեսնենք ուր ենք իջնելու։ Ոնց որ 8-րդ հարկի ցույցավ։ Այս կողմով ենք իջնում։ Այս կողմով նստել ենք, այս կողմով իջնում ենք։ Վերևից է սկսում փաստորեն թանգարանը։ Ինչ հետաքրքիր է։ Շատերը մտածում են, որ ավտոմեքենան զարգացել է ժամանակի ընթացքում, բայց իրականում այդպես չի, այլ ձիուց հետո միանգամից, որից սկսվում է, որ թանգարանը միանգամից Կարլ Բենցը ստեղծել է առաջին ավտոմեքենան։ Մինչ 1886 թիվը եղել է կառքեր, ձիեր, գոլորշու շարժիչ, հեսա գոլորշու շարժիչ։ Հենց այդ թվականին 1886-ին Կարլ Բենցը ստեղծեց հիմնական գյուտը։ Հիմա կնայենք, թե որն է այդ գյուտը։ Սա 1885 թվականին եղել է նմանատիպ հեծանիվատիպ, այ հեսա երևույթ, չգիտեմ ինչ, հեծանիվ երևի։ Սա էլ արդեն 1887 թվականին է ստեղծվել նմանատիպ շարժիչով էլի 4 հոգու համար նախատեսված։ Այ այսպես վարել են, տեսեք, ես կողքին այս սա երևի քաշել են առաջ հետ ու վարել են։ Սա նավ է, ու հավանաբար դրանից հետո էլ արդեն ստեղծվել են նավեր, որոնք եղել են շարժիչով։ Հեսա շարժիչը։ Հեսա իրական պատկերում։ Դե ենթադրում եմ սա թանգարանի համար սարքված նմուշներ են, ոչ թե իրական պատկերներ, բայց ամեն դեպքում հետաքրքիր են։ 1886 թվականին ստեղծվում են առաջին շարժիչով մեքենաները։ Նաև մյուսը կա, մյուսը 1886 թվականին է ստեղծվել, եղել է այս տարբերակը։ Իսկ ինչու է կոչվել Mercedes-Benz, դե Կարլ Բենցը մեքենաներ ստեղծողն է, բայց Mercedes-ը եղել է ավստրալիացի գործարարի աղջիկ։ Գործարարը սկսել է մասնակցել ավտոմրցաշարերին ու մասնակցել է Mercedes կեղծ անվամբ, այսինքն իր աղջկա անունը օգտագործել է որպես կեղծ անուն։ Այդպես, երբ որ մեքենաները սկսել են հաղթել մրցաշարերում, արդեն Mercedes-Benz-ը սկսել դառնալ մեքենաների անունները ու հետո արդեն դարձել է մեծ բրենդ, առաջին մեքենաներ արտադրող բրենդը։ Չեք պատկերացնի, բայց սա եղել է հրշեջ մեքենա։ Այո, սա աշխարհի առաջին հրշեջ մեքենայի օրինակն է։ Հեսա այստեղից է եկել ջուրը եւ ստեղծվել է 1892 թվականին։ Նմանատիպ են պատկերներն է։ Այս հատվածում արդեն տեսնում ենք, թե ինչքան զարգացած ու ինչքան սիրուն են օրինակները։ Այս մեկն էլ շատ սիրուն է ու ինքը եղել է 8 տեղանոց։ Շատ սիրուն է սա, հիմա սրանից լիներ, լավ կաշխատեր։ Յորջ։
Շատ սիրուն են։ Ինչ է եղել։ Արդեն սկսել են օգտագործել փոխադրամիջոց որպես։ Սա 1898-ից սկսած։ Ուրեմն այս բոլոր մեքենաների մեջ ամենաարագ ընթացը այս թվերին եղել է այս մեքենան 1895 թվականին է ստեղծվել ու եղել է 5 ձիաուր եւ գնացել է 35 կմ/ժ արագությամբ։ Պատկերացնում եք 35 կմ/ժ արագությամբ եւ սա եղել է ամենաարագ ընթացը։ Պատկերացրեք։ Թանգարանի պատմությունը նկարներով եւ այն հատվածում նաեւ գրքերով ներկայացված էր այս կիսաշրջանաձև հատվածում եւ հետո ներքևի հատվածում արդեն տեսնում ենք այս գոժական մեքենաները, որոնք ինձ թվում է հիմա էլ շատ սիրուն։ Չգիտեմ, ինձ որ դուր են գալիս։ Մեջտեղում էլ սա։ Գնանք մոտիկից տեսնենք ինչեր են դրանք։ Այս հատվածում տարբեր ձեռագրեր ենք տեսնում, նամակներ, գրքեր, ինչ-որ գրքեր են, որտեղ գրված են ինչ-որ, չգիտեմ ինչ էր իրականում, որովհետև գերմաներեն է գրված, ոչինչ չեմ հասկանում, եթե ձեր մեջ գերմաներեն իմացողներ կան, ինչ-որ թարգման եք ինձ համար, ու ոչ միայն ինձ համար, կոմենտում գրեք, բոլորս կկարդանք։ 1900-ականներից արդեն այս գժական մեքենաներն են ստեղծվել, սա 1904 թվականին է, հաջորդը, ասա ցույց կտամ ես ամենաշատը որն եմ հավանել ու պատկերացրեք, որ հիմա նույնիսկ սրանք շատ են դուրս գալիս, այս սպիտակը, ու այս երեխան էլ շատ սիրում։ Ինչ սիրուն են, շատ սիրուն մեքենաներ են, վաու, հլստեղ, այս մեքենան ինձ թվում է մազերին հետ շատ ասանում, պետք է ինձ վերցնում։ Սա 1905 թվականին է ստեղծվել եւ ուղիղ 90 տարի անց ծնվել եմ ես։ Գնանք տեսնենք այս մեջտեղում դրված է ինչա, որովհետեւ կարծում եմ այլի բավականին հետաքրքիր բան պետք է լինի եւ ի տարբերություն մյուսների, որոնք իմ կարծիքով ռեստավրացրած են ինչ-որ մի ձևով, սրա վրա ոչ մի բան փոխած չի, որովհետեւ նստատեղերը բավականին մաշված են ու երևում է, որ հենց այնպես է, ինչպես որ եղել է, այսինքն պահպանվել է հենց սենց, նայեք, մաշվածությունը ինքը այս տեսքն ունի։ Հիմա նայենք 1902 թվականի մեքենա է։ Այդքան էլ ճիշտ ներողություն։ Այստեղ դրված է 1901 թվականի ղեկ, որին կարելի է դիպչել, որը կարելի է փորձել, բայց ես միշտ ասում եմ ինչ լավ է, որ ես ընթվերին չեմ ծնվել ու ինչ լավ է, որ իմ ապրելու ժամանակաշրջանում ամեն ինչը այսքան զարգացած է։ Չգիտեմ, ինձ դուր է գալիս այն տարիները, որում որ ես եմ ապրում հիմա։ Չնայած ինչ իմանամ հետո լավ էլ թեթև պտտվող ղեկը։ Գնում ենք հաջորդ սրա, ու այս մյուս սրահը արդեն ինչպես հեռվից նկատում ենք ավտոբուսների սրահն է։ Այս կողմից էլ տեսան են դեպի բուս։ Ինչ-որ գործ է։ Ես շատ եմ սիրում այս հին մեքենաները, որոնք որ կոլեկցիոննի են, ինչ շատ են դուր գալիս։ Իսկ հետևում արդեն ավտոբուսն է։ Վոու, ես էլ է սիրում։ Նայր, սա իմ մազերի հետ սազում ես մեքենա։ Այն եսն էլ է սազում, բայց այն մեկն եմ ես ուզում ես չեմ ուզում, չեմ։ Շատ սիրուն է։ Հա, մեքենայի մեջի պարագաներն են, այստեղ կան տերմոսներ, բաժակներ, սա ընդհանուր ճամպրուկա փոքրիկ, որի մեջ կա էլի տերմոս, բաժակներ, հավանաբար մաքրող միջոց, աղամաններ, դանակ գտալ, պատրակավ,
կոմպլեկտներ, մի խոսքով այդպես, սա մեքենայի մեջի մուխրամաններն են, սա էլ է ճամպրուկ, սրանք չգիտեմ ինչեր են, սրանք երևի թե լույսերն են, քարտեզ, հեռախոսներ, ջավեսներ, գիրք, Atlas, Mercedes-Benz-ի, տաքսու նշաններ և այդպես անցնենք առաջ։ Այս ավտոբուսներին ես թվում այս մի քիչ արհամարեցի ու լավ չնեցի, վայ նայեք այդ գործիքներն են։ Մոտ այս ավտոբուսներին նայեք։ Բայց վստահ եմ որ նոր ասա արեց, չի կարող պահպանված լինի։ Դպրոցական ավտոբուս է, ինձ սիրուն է բայց։ Հետ ավեսն է, 1969 թվական։ Արդեք նկարվում են, մենք մտանք իրենց նկարի գժվում են։ Արվելով դունամ չխանգարամ։ Ով ինչ լավ արև, այև ինչ ալես դրսում շատ թող կա, արև ինչ խապվեք։ Սա բավականին նոր մեքենա է, չգիտեմ ինչու այստեղ։ Երևի բոլոր ժամանակաշրջանների ավտոբուսներն են, էլի։ Սա էլ է շատ լավ, այս ինչ հավեսն է։ Նայեք աստիճանները հետևի կողմից են։ Լրիվ են կինոների մեջի ավտոբուսներից է։ Հարկանի 1907 թվականի։ Դες այլ մեր իմացած են մեծ ավտոբուսներն են։ Սա շատ հավեսներ ու նկատեք, որ հին ժամանակներում սարքած բոլոր մեքենաները, ավտոբուսները այլ ավելի գունեղ են, քան նորերն է, օրինակ, սա հին ժամանակից է, սա հին ժամանակից է, սա նոր է։ Նրանք հին ժամանակից են, նա նոր է։ Այսինքն բոլոր հին ժամանակներինը բավականին գունեղ են։ Դեղին, կարմիր, լավ գույնզգույն մեքենաներ են ստեղծել այն ժամանակներում, իսկ հիմա նեյտրալ գույների։ Վաու, ես ինչ սիրուն տեսարան աստեղից։ Այս կլոր ժապարակը որ կա, մեքենաները այստեղ են տեստանում, իրենց տեստանելու թրեքն է։ Մի քիչ հեռվից է պետք նկարել, կերևա, մոտ որ գնում ես չի երևա։ Իդեպ Mercedes-ի նշանի հետ կապված, եթե պատմությունը չգիտեք, ես քիչ ձեզ անպայման կպատմեմ։ Mercedes-ին ուղղակի թանգարան չի սա, ժամանակի մեջ ճանապարհորդությունը, որովհետև տեսնում ենք ձիուց սկսած մինչև վերջին մոդելները։ Հիմա արդեն իջնում ենք մեկ հարկ ներքև, որովհետև թանգարանը սկսվում է 8-րդ հարկից, ոչ թե առաջին։ Եկանք մի ուրիշ շքեղության հարկ, այստեղ ավելի լավն են մեքենաները ու այն մյուս հարկում էլ հիմա սրանք կնայինք իհարկե, հետո կիջնենք ու այն մյուս հարկում կա դրված այն մեքենայից, որը աշխարհում ամենաթանկն է վաճառվել երբևէ պատմության մեջ։ Չգիտեմ։ Գեղեցկությունները նայեք։ Հենց այս գեղեցկությունների ֆոնին էլ ձեզ կպատմեմ Mercedes-ի նշանի նշանակության մասին։ Ուրեմն Mercedes-ի նշանը նշանակում է օդ, ցամաք եւ ջուր հավասարաչափ։ Ու սա բավականին լուրջ ամբիցիա է իրենց համար, որովհետեւ որակը միշտ բոլոր ժամանակներում սկսած առաջին մեքենայից մինչև հիմա Mercedes-ի համար եղել է առաջնային, որ օդում, ցամաքում եւ ջրում մեքենան պետք է լինի հավասարաչափ որակյալ։ Ու սիրուն, ու շքեղ, չգիտեմ, մեզ ինչ հրաշք է 1937 թվականի հրաշքներից։ Չնայած ինձ այն մյուսներն ավելի են դուր գալիս, բայց սա այլ շքեղություն է։ Բարև։ Քանի որ Mercedes-ը չի փորձել երբևէ ստեղծել պարզապես գեղեցիկ մեքենաներ, այլ Mercedes-ը ստեղծել է տեխնոլոգիաներ, դրա համար էլ թանգարանում ամբողջը դասավորված են ըստ պատմական ժամանակագրության ու ըստ մեքենաների կարևորության։ Նույնիսկ տեսակ, որ ավտոբուսներ կային ներկայացված, մի խոսքով ներկայացվել են առաջին մեքենաները, հետո պատերազմից հետո եղած մեքենաները, ներքևում մրցաշարային մեքենաներն են, հեսա գնալու ենք դրանք էլ տեսնենք։
Այսինչ գլխարկ է այստեղ։ The Lady's Head 1920-ական թվականների կանացի գլխարկ էր, չգիտեմ ինչու էր այդտեղ։ Սրանք էլ շարժիչներ են։ Առաջին հեռուստատեսային աշտարակը, որը 1956-ին են տեղադրել ու այստեղ մի քանի պատկեր հետո գալիս ով ասում որ իմ սեր Elvis Presley-ի առաջին հեռուստատեսային ելույթն է սա։ Ես ուղղակի գժվում եմ իր համար։ Շատ եմ սիրում իրեն։ 1950-ականների լյուքս սեդանների մոտ ենք եկել։ Ու խնդրում եմ, այս ինչ հրաշքներ են։ Վաու։ Ու մյուս կողմում էլ հեսա գնանք նկարեմ։ Հիացած եմ։ Ու այստեղ է հենց աշխարհի ամենաթանկ վաճառված մեքենան։ Եվ այո, աշխարհում ամենաթանկ վաճառված ինչական մեքենան։ Սերիական մարդասպան, սերիական մեքենան, սա է։ Այս չայկան։ Իսկ սա գույնը, փայլը, մեջի գույնը, ոյ, չգիտեմ, իսկապես չգիտեմ։ Ես իրականում այնպես չի, որ մեքենաների շատ մեծ սիրահար եմ, բայց երբ որ սենց շքեղությունների նայում եմ, չեմ կարողանում լինել անտարբեր։ Ասել է սիրուն ես, ինչ պետք է ծաղելի է։ Շատ լավն է։ Այս հատվածում ժամանակակից հրշեջ մեքենան է, շտապակցության չնայած ոչ այնքան ժամանակակից, բայց արդեն նման ժամանակակիցին հասացույց կտամ որ թվականի օրինակ հրշեջ մեքենան 1952 թվականի, սա աղբի մեքենան է։ Այս մեկը գիտեք խի աստեղ։ Ինչու։ Այսի հատուկ տեխնիկաների սրանն է, բայց այս ավտոն ինքը C63 AMG ամակուր ու բանա։ Այն ժամանակները մի 20 տարի առաջ ստորիչի աշխատեց սրանով ֆորմուլա 1-ի բացումներն ա եղել։ Իո։ Այս ավտոյի հետևից սաղ քշել են։ Բանով լիտրով։ Հա, հեսա նկարները կա։ Չէ, արշել լիտրով ֆորմուլա 1-ը բացում է։ Մի հատ էս էմերջենսի ավտոյի բան է։ Այս ավտոյից է գնում դիմացով։ Բայց հիմա էլ է, տենց հիմա ինչ մեքենա է գնում դիմացով։ SLR Wrangler-ն է։ Չէ, բանա։ Սա 2001 թվականի մեքենա է։ SLS-ա հիմա։ Բանն է, շտապակությունն է, էլի։ Հա, բայց ինքը առաջինն է, նա քան գնացել էսի։ Նշանակության ավտո է։ Շնորհակալություն պատմության համար։ Սա էլի ինչ շտապակության մեքենա է։ Բայց շատ սիրուն տեսք ունի։ Սա աղբի մեքենան է։ Ես մի հատ նստեմ էլի։ Ափսոս կուզեի վերջին Mercedes-ից լիներ, բայց աղբի մեքենան է, բայց էլի Mercedes։ Ոյ, քրքրվել, այս ինչ ա եղել։ Չէ։ Ահա, գնացինք։ Զիբիլ կա մոտ հետ քսել։ Շատ անկապ, շատ։ Այս բանն է։ Նկարեմ։ Ինչն է։ Տվեք նկարեմ ձեզ տենց։ Այս ինչն է։ Այս զիբիլի բաները բացել պագել են, այսա։ Հա։ Լացի ճոզմի մեջ են։ Չգիտեմ երբևէ այսքան երջանիկ դեմքով կարելի էր նստել աղբի մեքենա, թե չէ, բայց այսօր դա արեցինք։ Իհարկե այս թանգարանի հետ կապ չունի, բայց ես քանի որ այսքան սիրուն մեքենաներ տեսա, հիշեցի, որ ռոքենռոլի աստղը իմ ամենասիրելի Elvis Presley-ն իր մայրիկին նվիրել էր վարդագույն Cadillac իր աշխատած առաջին մեծ գումարով, չնայած նրան, որ ինքը դեռ չուներ մեքենա այդ ժամանակ, ու չնայած նրան, որ իր մայրիկն էլ քշել չգիտեր, միևնույն է, որպես սիրո ու երախտագիտության խորհրդանիշ նվիրեց այդ մեքենաներն ու հետագայում էլ հենց այդ մեքենան դարձավ սիրո խորհրդանիշներից մեկը։ Շատ սիրուն ռոմանտիկ պատմություն է սա, ասում եմ մեքենաների հետ ուղղակի ասոցացնելով հիշեցի այդ պատմությունը, թե չէ Mercedes-ի հետ հեչ կապ չուներ։ 64 թվականին այս ծիտիկին են ստեղծել։ Պատմիր, ինչ-որ իրար կապված։ Այն ժամանակներում, որ ավտոն պետք է փորձարկեին, Հա։ այսի հատուկ աբրդովնի ադրած։ Ահա։
կպցրել են այս ավտոին, ուրիշ ավտո, ռուբլ։ Այս оборудованиայով հասկացել են իր բանը։ Հիմա պետք է այսքան սարքալ։ Հա, իսկ այն ժամանակ սենց մեծ։ Սկանելու համար է եղել ավտոն։ Շան ինֆորմացիա ստանում։ Բայց կոնկրետ դիագնոստիկայի մասով, то есть ինչն է փչացել եւ այլն, տենց ինֆորմացիա։ Որ նոր պետք է արտադրվի։ Հա։ Նոր տիպ հաճախինի, իրան իսպիտալից ծնալու։ Հասկացա։ Ոնց են փոխվում ժամանակները ընդամենը մի քանի տարում։ Ոյ, շուռ եկավ, նա ինչ եղավ։ Տիկնիկներ են մեջը։ Օրա։ Բա ոնց է քշվում։ Ավտոմատ։ Տեսլա է եղել էլի։ Միշտ էլ եղել է։ Նշանները։ Այս շքեղության իրական տարբերակը հիմա արդեն կա։ Սա 17 թվականի կոնցեպտն է եղել, թե ինչ են ուզել ստանալ։ Ինչ սիրուն է։ Ինչ գույնի է սալոնը, սև։ Սպիտակ։ Չէ, սև է, նայ, արի նայ։ Երևում է։ Այս մեքենայից հոսանքով տարբերակ այս մի հատն է, աշխարհում էլ չկա։ Մի հատի կա։ Խաղալիք եմ գտել, եկել եմ խաղալիք։ Մենք 250 կիլոմետր ժամանակության վրա խաղալիքին շում ենք։ Դայք մնույն արագությամբ տտտում եմ, բայց հալման 50 կիլոմետր ժամանակությամբ նայեմ։ Չի գնում։ Բացասնում ենք, հասանք գրեթե մեր ժամանակներ եւ մեզ շատ ծանոթ մեքենաներ։ Չնայած որ 97 թվականի մեքենա է, ամեն դեպքում այս տեսակի մոդելները մեզ բավականին ծանոթ են։ Հա, հիշում եք այս ռադիոները պրոգնած կարող աղջիկը 2000-ականների մոդելներն են այստեղ 2005 94 ինչ կաբրիոլետ է մենք տեսնենք ինչ կաբրիոլետ է սա այսպեսի բաներ այստեղ խաղային հատված կա մի հատ խաղամ նոր գնա ոնց հասկանում եք խաղերի համար մեկ էլ սա երեխեք խաղում են սա վերցնեմ ձեռքերից ու ես խաղամ Եկանք թերևս ինձ համար ամենահետաքրքիր հատվածներից մեկը, որովհետև այստեղ սպորտային մեքենաներն են ու նայեք ինչ ավեսեն Այսա ես դուզ մանրամասն ամեն ինչ ցույց կտամ, այստեղ նույնիսկ Ֆորմուլա 1-ի հագուստները կան Հիմա ամեն ինչ կպատմեմ Սպորտային մեքենաները միայն նոր ժամանակների չեն, փորձումը հնում են եղել ու ունեցել են այս տեսքը հետո այսպես ինքնաթիռի նման կամ հերթիռի նման հետո քիչ-քիչ արդեն զարգացել են Ֆորմուլա մեքենանում ուղղակի միլիոն տարի առաջ։ Վաու։ Ձայները։ Ինչ հետաքրքիր է։ Վայ, այն մեկենցիոնն է։ Այս։ Շատ հետաքրքիր է։ Սայլա բավականին հաջող Շատ հավեսն է սա Ողքից կարող եմ ցույց տալ հետո նոր գնամ
Ամբողջ երևում է, ասում ասենց հորսը այս մեքենաների սպիդոմետրն է այստեղ դրված ու արագությունը մաքսիմալ եղել է 120 ցալի ճնշումն է երևի բայց իրենք եղել են հատուկ մրցավազքի համար արշավի համար թե չէ մրցավազք չունեց եթե 120 եք դիտարկում բազարները հնարավոր է ավելի արագ ինքն 120 արագությունն է 120 արագությամբ հիմա երբեմն հնարավոր է նաև Երևանում վարել բայց մի արագ վտանգավոր է սա էլ հին տարբերակներից են ու վրայի կարկասն է առանձին ներքուստ այս տեսքն են ունեցել ավտոարշավի մասնակիցների հագուստներն են և գավաթներն են վերևում ևս գավաթների մեծ հավաքածու կա ու յուրաքանչյուրի մոտ գրված է տարեթվերը այստեղ էլ էկրաններում տեսնում ենք պատկերները թե ոնց են մասնակցել ովքեր են եղել ավտոարշավորդները ում հագուստներն են այստեղ կախված մի խոսքով հատուկ նրանց համար ովքեր շատ սիրում են և տարված են այս ամեն ինչով ինձ առանձնապես է տակսը բայց մեքենաների իհարկե շատ հետաքրքիր հենց նոր ես իմացա որ այս ավտո մրցաշարին մասնակցելիս յուրաքանչյուր պիլոտ մի մրցաշարի ընթացքում որ ուղղակի քշում են օրինակ ֆորմուլա 1-ի ընթացքում կորցնում է 5-ից 10 կիլոգրամ քաշ մի հատ ուզում եմ քշել ու պատկերացրեք այս նեղարանքում անստում նայեք այ այստեղ ընդամենը ասենք շատ փոքր տեղում ու այս այկերից էլ իդեպ արտադրումը մենակ այս Ֆիրելի ընկերությունը եւ միայն իրենցն է նույնիսկ եթե փչանում է դրակում կամ մեքենան շուռա գալիս ավիրվում է միևնույն է այս ընկերությունը հետ է տանում իր այկերը որ հանկարծ ոչ ոք նման չկարող է սարքել մենակ իրենք են սարքում ու միակի համար զրոյից սարքելու համար մոտավորապես 5-ից 10 միլիոն դոլար է պահանջվում Ֆորմուլա 1-ի թեման շարունակելով գնում ենք դեպի նոր մեքենաներ Ես հասկացա, որ ինձ շատ են դուր գալիս կարմիր մեքենաները Սա էլ սպորտայիններից մեկն է, ոչ շատ շքեղ տեսք ունի, չգիտեմ նայեք, օրինակ այս մեքենայի տեսքը և այս արձակագիրների տեսքը Մի տեսակ չգիտեմ, մենակ ինձ թվում որ կարմիրը շքեղ է, թե դուք եք այդ կարծիքին հələ գրեք իմանամ Վաու Այս ինչ լավն է Ժամանակակիցն են Իդեպ մեկ ղեկը արժնում է 150-ից 250 հազար դոլար, որովհետև ամբողջ մեքենան կառավարվում է հենց ղեկի վրայով Ղեկը նայեք Հեսա Ընդամենը այդ ծիպուկ ղեկը Հեսա ղեկը տեսպեղ Ոնց որ բան լինի, խաղային ժոյստիկ լինի Ես եմ պատկերացնում եմ Ոյ, են սիրուն մեքենայը Հելեստեղ, ես սիրուն ու Այս գժական մեքենաների ֆոնին Այս նկողում խաղում են խաղեր Հապաղած լույսերը միած Հանյակ Ես այս էլ եմ գնում խաղաղալու, բայց են կողում ավելի հավես խաղեր եմ տեսել դու ենք եմ ուզում խաղա Գնանք իրար հետ խաղանք Ոյ, հերթա խաղի համար Այս իրենց եմ ուզում խաղալի, դեպս խաղերը խաղում են Ֆորմուլա 1-ի պիլոտները, որ ոնց որ հասկանան իրենց ուշադրությունն է, ուշադրություն է չէ, որոց այդ բարիավն ես իմսում կասեմ, որ հասկանան իրակցեն, քանի վարկենում պետք է կարողանան 3-2-1 ու պետք է կարողանան, որի լույսը վառվում է, դրան խփել շատ արագ Դե մոտիկից շատ ավելի բարդ է, չէ, տեսնել է, քան հեռվից հիմա տեսնում ենք ու մտածում, որ հեշտ է, բայց իրականում դա այդքան էլ այդպես չի Հեսա ես եմ խաղալու Պարզվում է բոյովի համար բավականին հեշտ է 20 վայրկյանում 46 ճտացրած իսկ այն աղջիկը ով իմ հասակին էր ընդամենը 12 հատ Հենց որ հասակների հարբախտ է այս հարցումը չբերեցի Եմ նագնում եմ խաղալու գնում հայտարեք լինեմ
Վերջին սրահը հենց այս ֆորմուլա 1-ի սրահն էր, դուրս եկան կոյ, այսինքն հատվածով ոնց որ ինքնաթիռներ լինեն, չէ՞, ու պատերին են կպցրած ավտոները։ Այս մասերով էլ, այս աստիճաններով էլ իջնում ենք ներքև եւ վերևում չգիտեմ ինչա, ու ներքևում չգիտեմ ինչա, այն մասում սրճարան կա, բայց էլ չգիտեմ ինչ կա, մեկը խանութ պետք է լինի։ Հեսա գնանք իրար տեսնենք ինչ պետք կա։ Նա տես մեկին նայել է խնդրում։ Ոնց որ տախտակ լինի։ Բանը արևային կայանա։ Պանելը արևային։ Այս գրիչա։ Բայց իրական բոլոր մեքենաները։ Այս թանգարանում է նաև Mercedes-ի վաղվա մեքենան ու հենց այդպես էլ կոչվում է Tomorrow XX։ Այս տեսքն ունի հիմա կոնցեպտը ներկայացրած ու ինքը լինելու այսպես։ Դե բարձավար ընդհանուր տեսքը չի երևում, բայց մոտավոր կարելի է գլխի ընկնել ինչով է սպասվում ապագայում, շատ մոտ ապագայում։ Հիմա գնում ենք դուրս մի քանի մեքենաներ կան, որոնք հնարավոր է տես տանել, քշելու իմաստով չէ, ուղղակի նստելու իմաստով։ Հետո գնալու ենք Mercedes-ի խանութ, որտեղ ես ուզում եմ փոքրիկ մեքենա ունենալ, որպես շոփ ընկող։ Երբ մենք երիտասարդ էինք Mercedes-ի նմուշներից 99 թվականի ակլասը, հասանք խանութ։ Առաջվա մարշրուտկայի մեջի խաղանիքներից իմ ուզած մեքենաներից են հսանտրենք, տեսնենք ինչ ենք առնում։ Շատ սիրուն են։ Տեսեք էլի կարմիրի վրա եմ գնում։ Հելա, այն որ կողքերը հա, հելենա։ Վաու, այս դրանից եմ ուզում, որի կողքը նկար ունեմ։ Այս կարմիրներն էլ են սիրուն, բայց այսենց մեքենաներ կան 120 եվրո, այստեղ 180 եվրո։ Որ չարժի այդ կոնսեպտը կարել։ Բայց սա ամենակայֆն է, նայեք։ Ուրախացել անկեղծ։ Իրականում մտածում էի, որ Նարեի համար կտանեմ, բայց ես ավելի շատ եմ ուրախացել։ Մագնիտները էլի այս մեքենայից է։ Թևերը տենց բացվող, այս մյուսներից կա, մեկ էլ սենց հավես կա։ Իրանց բրազիլներով, եթե ճիշտ եմ հիշում անունը։ Հուշանվերների խանութից հետո գալիս ու մտնում ենք մեքենաների խանութ, ավտոսալոնում ենք արդեն ու խնդրում եմ էլի միած սրան։ Տեսնեմ որը նստել կլինի միած ուզում նստել։ Սա եմ ուզում, բայց հաստատ չի լինի նստել այս մեկը։ Այս մեկի վրա բանտ են դրել, որ մի անգամից նվերի համար կարողանաս գնել, տեսնենք բացա թե չէ։ Փոքա։ Աղտինը բացարին եք։ Շատերական բաց են, բայց մի քանիսն էլ փակ են կոնկրետ։ Այս երկրորդ հարկի մեքենաները ոնց որ ավելի լավն են։ Ես հուսակ ասեմ, որից եմ ուզում։ Իպր եկել եմ առնելու։ Սա որը ընտրեմ էտ առնելու ես, չէ, այս սրանից էի ուզում, են էլ գրածա սոլտ տիկ չես կարա առնես ինձ։ Են մեկից ուզեմ, լավ, սպասիք։ Սվեն մեկից ուզի։ Այս սրանից եմ ուզում, բայց ես շատ մեծ ոնց որ։ Ես ինչ լավն է, հալը տեսնենք բացա։ Այ, սիրտս ոտացավ մի տեսակ։
Սրանից եմ ասում։ Այ։ Դեպս մեքենայի գինը մի հատ նայենք 101,579 եվրո։ Շատ սիրուն է։ Նրա շնորհակալություն, որ նայեցիք իմ այս վլոգը, բոլորիդ պաչիկներ եմ անում, չմոռանաք դնել ձեր սրտիկները ու գրել մեկնաբանություն, ամեն դեպքում ես բոլորիդ մաղթում եմ այս շքեղագույն մեքենայից։ Թող կատարվեն ձեր բոլորի երազանքները։ Ինձ թվում է շատ հավես վլոգ ստացվեց, մի հատ էլ ասեք կոմենտներում հավանեցիք, թե չէ։ Պաչիկներ, բայ բայ։